Անցել է 4 ամիս եւ այս 4 ամսվա մեջ ես բան անեմ, որ առաջին փուլում նախ հարցաքննության ինձ կանչեցին ՀՔԾ-ում, այնուհետև մոտ 3 ամիս դադար էր, որովհետև առաջնահերթորեն համարյա ամեն օր մեկ այլ քրեական գործով, որտեղ ես ներգրավված էի որպես մեղադրյալ հանրաքվեի օրը հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով, ուրեմն դրանով գրեթե շաբաթը մի քանի անգամ համարյա օրու մեջ ինձ կանչում էին հարցաքննության։ Դա իրենց համար ավելի առաջնահերթ էր, քան կատարված խոշտանգումների մասին։ Այնուամենայնիվ ես ուրեմն շատ հստակ ցուցմունք եմ տվել, որ խոշտանգումները կատարվել են Նուբարաշենի քրեական ղեկավարության, զոն նայողների, Դավոյի եւ Գագոյի, որը ես վերջերս ԶԼՄ-ներում իմացա, խոսքը վերաբերում է ինչ-որ կիրովականցի Դավո անունով, մականունով անձնավորությանը, որը նա կոնկրետ հրահանգներ էր տալիս, որ այդ անձիկ իմ նկատմամբ խոշտանգումներ իրականացնեն։ Եվ ինչպես ես արդեն նշել եմ, այդ խոշտանգումներ իրականացնողներից մեկը, որը շուտով պետք է արդեն բանտից ազատվեր, եւ ազատության մեջ կարող էր զղջալ իր արարածի համար եւ այլն, այդ վախից ուրեմն այդ իրան սպանեցին, Մխիթար Սարգսյանին Նուբարաշենում սպանեցին, որպեսզի այս հանգամանքները չբացահայտվեն։ Ինչ վերաբերում է ուրեմն այն հարցին, որ դա որքան հնարավոր է այս հարցը այնուամենայնիվ իմ տված հստակ ցուցմունքներով հանդերձ ուրեմն բացահայտվի, ես հայտնում եմ հետեւյալը, որ ինչպես նշել եմ, գործող իշխանությունը ուրեմն հանցագործ աշխարհի գործընկեր եւ մրցակիցն է եւ շատ པարզ սխեմա է, ինձանից հավաքված ամբողջ ինֆորմացիան տանելու են սակարկեն այդ քրեական հանցագործների հետ, այդ զոն նայողների, Դավոյի, Գագոյի եւ մյուս զոն նայողների հետ։ Այ այնտեղ կախված է, որ այդ զոն նայողները եւ նրանց վերադասները հանցագործ աշխարհի ինչպիսի կաշառք կառաջարկեն իրավապահներին, ՀՔԾ-ի քննիչներին։ Եթե բավարար ուրեմն կաշառք առաջարկեն այդ ինֆորմացիայի դիմաց, որ ունենք, իհարկե նրանք հարցը կփակեն։ Եթե ասենք կաշառքը իրանց չբավարարի, կարող է եւ ասենք ինչ-որ մի բան ստացվի, ինչ-որ մեկի պատժեն եւ այլն, ամբողջ հարցը կայանում է նրանից եւ ես նույնիսկ բան ասեմ, թե նրան ինչ մակարդակի անձանց կպատժեն, ուրեմն նույնպես կախված է դրանից, որտեղ կարելի է քննչական մարմինները ստանան կաշառք, օրինակ, զոն նայողներին զերծ պահեն, չնայած ես կոնկրետ անուններ եմ տվել, զոն նայողներ Դավո եւ Գագո, կարող են նրանց զերծ պահել պատասխանատվությունից ավելի ստորադաս մարդկանց պատասխանատվության ենթարկեն։ Հիմա գործը կոնկրետ այսպես շարունակվում է, կարելի է ասել իմ գնահատմամբ քննչական մարմինների եւ հանցագործ աշխարհի սակարկությունների փուլում է այս գործը։ Օրեցօր նոր քաղաքապետարյաններ եք ձեռք բերում, ձեր ազատ արձակվելուց հետո դրանից առաջ ունենք Գևորգ Սաֆարյանի նոր գործը, որը մինչև հիմա եւ Ջիրար Սեդյանի ձերբակալման փաստը, կուզենայի այս մասով ասել հարց տալ ձեզ, վարչախումբը սրանով այդքան մեծ ռիսկ է տանք է զգում իր վարչախումբի նկատմամբ, որ այս մարդկանց նույնպես պահում է փակի տակ, ինչ ասեք այս մասով, ինչ բարքերով է առաջնում։ Ուղղակիորեն ես կարծում եմ, որ գործող իշխանությունը շատ ուժի դիրքերից է այս հարցերին նայում, ցույց է տալիս, որ ընդհանրապես իր համար նշանակություն չունի եւս 1, եւս 5 քաղաքացիների եւ ավելին փակի տակ պահելու, ազատազրկելու համար։ Ինքը ցույց է տալիս, որ դրանից ուրեմն որևէ բան չունի, կաշկանդված չի դրանով։ Եվ խոսքը երբ որ դա իշխանության մասին եւ ես ցավալիորեն ուզում եմ հենց այստեղ արձանագրել գուցե ինչ-որ մարդիկ կան կամ ինչ-որ միավորումներ կան, որը կարծում են այս իշխանությունների հերը այսօրեկուցա, որ կարելի է անիծել, ես այդպես չեմ կարծում։ Այն փաստը, որ 8 տարի ուրեմն եւ ավել 8.5 տարի իմ քաղաքացիներին այս մարդիկ
Երևանի կենտրոնում այս իշխանությունները գնդակահարեցին եւ ես ուրեմն մինչեւ այսօր անզոր եմ որևէ բան անել դրա նկատմամբ, դա վկայությունն է այն բանի, որ ես իրոք շատ թույլ եմ այս իշխանության դեմ եւ ընդամենը կարողանում եմ եւ ընդամենը ես փորձում եմ ներկայ լինել եւ այդպես էլ արտահայտել, որ այնուամենայնիվ այս իշխանության ամենաթողության առջև ես չեմ պատրաստվում հարգել այս իշխանություններին։ Այս իշխանությունները մարդասպաններ են, ստոր մարդասպաններ են եւ իմ ակցիաներով էլ ընդամենը այդքան բան եմ արտահայտում։ Իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստոր սրիկա հանցագործ մարդասպաններ են։ Իրենք դեռ ինձ չեն կարողացել ինձ պարտադրեն, որ ես հրաժարվեմ այդ կարծիքից, այդքան բան։ Ռոմի Պապի այցելության ժամանակ քաղաքացիները փորձեցին քաղաքացիների խնդիրը բարձրաձայնել եւ դրանով իսկ փորձեցին միջազգային մամուլի ուշադրությունը գրավել ներքաղաքական վիճակի վրա։ Դուք նույնպես այնտեղ եք, չնայած ձեր պաստառ ամենևին էլ քաղաքացիների չէր վերաբերվում։ Ինչով եք պայմանավորվում, ինչով եք բացատրում ձեզ արգելելը եւ ի վերջո ձեր ներկայությունը արդեն իսկ Գիտեք, բանա, այս իշխանության ներկայացուցիչները չափազանց հեռու են իրավունք հասկացությունից եւ ոչ միայն իշխանությունը, ես ցավով պետք է արձանագրեմ, որ նաեւ հասարակության մի ստվար հատված ինձ ասում է, դե քո պաստառը հո պրոբլեմ պիտի չլիներ, ցույց տայիր, գնայիր։ Այդ տարրական ցավոք ընկալումը հասկացությունը գոյություն չունի, որ քաղաքացին դա իր իրավունքն է, ինչ պաստառ ուզում է պահի այնտեղ։ Ինչ կապ ունի, որ ես ինչու պետք է ցույց տամ, դա այսպես ասած նեխած սովետական մտածողություն է, որ դու ցույց տուր, որ անմեղ ես, որպեսզի կարողանաս օրինակ մասնակցել Հռոմի Պապի ուրեմն հետ հանրային հանդիպմանը։ Իրանք ուղղակիորեն այդքան բան են, շատ հեռու են այդ ընկալումներից եւ իհարկե իրենք պահանջում են համառորեն պահանջում էին տեսնել իմ պաստառը եւ ես քանի որ ժամաձայնվեցի ցույց տամ, այդպես էլ ինձ թույլ չտվեցին մտնել հրապարակ։ Որևէ ազդեցություն կունենա քաղաքապետարների խնդրի բարձրաձայնումը միջազգային մեդիաներով Հռոմի Պապի այցելության ժամանակ։ Այո, իհարկե ազդեցություն ունի, բայց այսինքն պետք չի դա գերագնահատել, դա իմ կարծիքը դա է, դա ազդեցություն է, դժվարանում եմ ճշգրիտ ասել ինչ կլինի եւ այլն, բայց ուղղակիորեն նրանք էլ ազդեցություն ունեն, ավելի շատ, բայց չեմ կարող ճշգրիտ ասել ինչ ազդեցություն, ինչքան ազդեցություն։